Բարև ձեզ։ Մենք շարունակում ենք աշխատել Thunkable միջավայրում եւ ինչպես հիշում եք նախորդ տեսադասին մենք ծանոթացանք local storage գործիքի հետ, որի օգնությամբ մենք պահպանում ենք տվյալներ մեր հեռախոսի հիշողության մեջ։ Այսօր ծանոթանալու ենք մեկ այլ գործիքի հետ, որի օգնությամբ արդեն կպահպանենք տվյալներ on-line տիրույթում։ Խոսքը Firebase հարթակի մասին է։ Եկեք նախ եւ առաջ ստեղծենք նոր նախագիծ եւ գործիքաշարի մեջ անցում կատարենք այստեղ real-time DB գործիքի մոտ։ Real-time DB-ն եթե փորձենք թարգմանել, այն կնշանակի իրական ժամանակում տվյալների բազա։ Տվյալների բազա արտահայտությունը արդեն հուշում է, որ այնտեղ մենք կարող ենք պահպանել տվյալներ։ Եվ նշեմ նաև, որ ոչ միայն այս, այլ ընդհանրապես Thunkable-ի ցանկացած գործիքի մասին դուք կարող եք մանրամասն ինֆորմացիա իմանալ հենց Thunkable-ից։ Ընդհանրապես գործիքի կողքին սեղմում եք այս հարցական նշանի վրա, այնուհետև սեղմում եք more կոճակը եւ բացվում է նոր պատուհան, որտեղ մանրամասն ինֆորմացիա կա տվյալ գործիքի մասին եւ թե ինչպես այն կիրառել Thunkable-ի մեջ, ինչպես նաեւ օրինակներ բլոկավորման եւ այդ գործիքի կիրառության։ Հիմա վերադառնանք արդեն մեր Thunkable-ի մեջ եւ տեղադրենք այդ real-time DB գործիքը մեր հավելվածի մեջ։ Նշեմ, որ ինչպես local storage-ը, այն նույնպես համարվում է անտեսանելի գործիք, բայց մինչ այս գործիքի կիրառությանը անցնելը մենք նախ եւ առաջ պետք է բացենք անձնական էջ Firebase հարթակում։ Անձնական էջ բացելու համար ընդհանրապես հարկավոր է ունենալ Google-ի էլեկտրոնային փոստի հասցե։ Եվ վերջ, եւ Google-ի էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով մենք մուտք ենք գործելու այդ կայքեջ։ Firebase կայքեջ մուտք գործելու համար ցանկացած բրաուզերում կարող եք որոնել Firebase բառը եւ մուտք գործել հենց առաջին կայք էջը։ Ինչպես տեսնում եք, ինձ մոտ արդեն ավտոմատ կերպով այն մուտք է գործել իմ էլեկտրոնային փոստի հասցեով, եւ դուք նույնպես պետք է ընդհանրապես մուտք գործեք, այստեղ ձեզ մուտքը երևա sign in կոճակը, որից հետո սեղմում ենք go to console կոճակը։ Այստեղ մեր նախագծերն են, այսինքն մեր բազաներն են, որոնք որ մենք կարող ենք կապել տարբեր հավելվածների կամ ծրագրերի հետ։ Ես այստեղ ունեմ մեկ նախագիծ, բայց ես հիմա կստեղծեմ նորը։ Ստեղծում ենք create Firebase project կոճակը, որից հետո բացվում է պատուհան, այստեղ մենք պետք է գրենք մեր նախագծի անվանումը։ Կարող եք տալ ցանկացած անվանում, կարող է լինել ձեր հավելվածի անունը կամ կարող է լինել մեկ այլ անվանում։ Օրինակ այստեղ կգրեմ test Firebase, որից հետո սեղմում եմ continue կոճակը։ Այստեղ ընդհանրապես առաջարկում են մեզ ավելացնել արհեստական ինտելեկտ մեր նախագծի մեջ, կարող ենք համաձայնվել եւ սեղմել continue կոճակը։ Սա արդեն Google-ի գովազդների հատվածն է, որը նույնպես սեղմում ենք continue։ Հաջորդ քայլում մենք պետք է նշենք մեր տեղանքը, մեր բնակության վայրը կամ մեր նախագծի գտնվելու վայրը։ Միայն եթե դուք հետագայում օգտվելու եք Google-ի գովազդային հնարավորություններից, ցանկալի է այստեղ թողնել հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների հասցեն, այլ ոչ թե Հայաստանը, քանի որ Հայաստանի դեպքում կան որոշ սահմանափակումներ։ Որից հետո արդեն սեղմում ենք create եւ սպասում ենք մինչ այն կստեղծվի։ Ստեղծվելուց հետո բացում է հետևյալ պատուհանը, որտեղ բացի տվյալների բազայից կան բազում այլ մի շարք գործիքներ կապված տվյալների հետ։ Իհարկե մեզ այստեղ անհրաժեշտ է տվյալների բազան, դրա համար այստեղ սեղմում ենք build կոճակը եւ ընտրում real-time DB-ն, ինչպես որ նշված էր Thunkable-ի ներսում։ Real-time database։ Եվ հիմա մենք չունենք database, եկեք ստեղծենք սեղմելով create կոճակը։ Այստեղ կրկին հասցեն թողնում ենք նույնը, սեղմում next եւ ինչ է ասում այստեղ։ Քանի որ մենք Thunkable-ի ներսից պետք է մուտքագրենք այստեղ տվյալներ նաև կարդանք, այստեղ ընտրում ենք Start in Test Mode ռեժիմը, որպեսզի նա թույլ տա տվյալների մուտքագրումը եւ ելքագրումը այս բազայի մեջ։ Սեղմում ենք Create եւ արդեն մենք ունենք տվյալների բազա։ Բոլոր տվյալները, որը որ մենք կպահպանենք, երևալու է այս սպիտակ հատվածում։ Այժմ այստեղ գրված է 0 արժեքը, քանի որ մենք չունենք տվյալներ։ Հիմա վերադառնանք Thunkable-ի ներսում եւ արդեն այնտեղ կարգավորենք մեր Firebase-ը։ Այստեղ, երբ որ սեղմում ենք գործիքի վրա, տեսնում ենք, որ աջ կողմում Settings-ի հատվածում բերում է Go to Firebase Settings։ Սեղմում ենք այդ կոճակի վրա, բացվում է մեր հավելվածի կարգավորումները։ Այստեղ հավելվածի անվանում պարտադիր պետք է գրենք, օրինակ եկեք գրենք Firebase եւ մի քիչ ներքևում տեսնում ենք Firebase Settings։ Այստեղ կա երկու դաշտ։ Առաջի դաշտում պետք է նշենք մեր տվյալների բազայի API բանալին։ Երկրորդ հատվածում պետք է նշենք մեր տվյալների բազայի հղումը։ Եկեք հղումը միանգամից պատճենենք, այստեղ վերադառնում ենք Firebase եւ այս վերևի հատվածում հենց մեր հղումն է։ Սեղմելով այս կոճակը այն ավտոմատ պատճենվում է։ Վերցնենք նրան եւ բերենք տեղադրենք հղումների բաժնում։ Ինչ վերաբերում է API-ին, API-ը իրենից ներկայացնում է ճանապարհ եւ կապուղի մեր Thunkable-ի եւ Firebase-ի միջեւ։
Այսինքն կարող եք պատկերացնել, որ API այս կոդը դա մի գաղտնաբառ է, բանալի է, որի օգնությամբ կարող են Thunkable-ը եւ Firebase-ը տվյալներ փոխանակել միմյանց միջև։ Որպեսզի գտնենք այդ բանալին եւ տեղադրենք մեր Thunkable-ի ներսում, վերադառնում ենք Firebase, այստեղ սեղմում ենք այս կարգավորումների կոճակի վրա եւ ընտրում Project Settings բառը։ Դրանից հետո այստեղ պետք է ընտրենք, ահա այս Service Accounts բաժինը եւ տեսնում ենք ձախ կողմում Database Secrets հատվածը։ Այսինքն մեր տվյալների բազայի հետ կապված գաղտնիքներն են, ինչպես նաեւ մեր API key-ն։ Եվ տեսնում ենք այստեղ կետիկներով նշված հենց այդ key-ն, բացում ենք այն պատճենում եւ գնում Thunkable ու տեղադրում առաջի դաշտում։ Այսպիսով մենք կապեցինք մեր Thunkable-ը Firebase-ի հետ։ Հիմա արդեն կարող ենք ստեղծել նախագիծ եւ տվյալներ պահպանել այդ Firebase-ի մեջ, ինչպես նաեւ այնտեղից կարդալ տվյալներ։ Նշեմ, որ բոլոր սոցցանցերը եւ բոլոր on-line հարթակներում օգտագործվում են այսպիսի տվյալների բազաներ, որպեսզի ձեր տվյալները ցանկացած տեղից եւ ցանկացած սարքավորումից դուք կարողանաք վերցնել ընդամենը համացանցի առկայության դեպքում։ Հիմա եկեք այստեղ կրկնենք նույն նախագիծը, ինչ որ նախորդում, տեղադրենք երկու դաշտ, որտեղ կնշենք մեր գաղտնագիրն ու գաղտնաբառը, ինչպես նաեւ տեղադրենք մեկ կոճակ եւ անցնենք կոդավորման հատվածը։ Այստեղ եկեք ավելացնենք եւս մեկ էկրան, որպեսզի գրանցվելուց հետո նա մեզ տեղափոխի հաջորդ էկրան։ Եվ նշում ենք, որ երբ button 1-ը սեղմված է, ինչպես նախորդ օրինակում այստեղ նույնպես պետք է ստուգենք, որ text input 1-ը եւ text input 2-ը դատարկ չլինեն։ Դրա համար տեղադրենք if then else գործիքը եւ այս դեպքում կստուգենք հակառակը, որ եթե դատարկ չեն, այդ ժամանակ կատարվի տվյալների պահպանման հատվածը։ Վերցնենք նաեւ logic բաժնից not-ը, text-ից is empty եւ նրա մեջ տեղադրենք մեր text input-ները։ Ու այս երկու պայմանները իրար հետ միավորենք end բլոկի օգնությամբ։ Որից հետո արդեն real time-ից վերցնում ենք save բլոկը եւ տեղադրում do-ի մեջ։ Ինչպես տեսնում եք, այն շատ նման է local storage-ին եւ այստեղ կրկին պետք է նշենք թե key եւ թե value, բայց այստեղ կարեւոր է հիշել մի բան։ Համացանցում աշխատելիս, երբ որ համացանցում ենք մենք պահպանում մեր տվյալները, մենք չենք կարող key-ն տալ որևէ ընդհանուր անվանում։ Եթե օրինակ անենք այնպես, ինչպես local storage-ում էր, այսինքն ընդամենը տանք date անվանումը, մենք կունենանք ընդամենը մեկ օգտատիրոջ տվյալներ, քանի որ նույն անվան տակ պահպանվելու է տվյալ, երբ որ մեր edge-ում գրանցվի նոր մարդ եւ այդ նոր մարդու տվյալները նորից նշվի, որ պետք է պահպանվի date անվան տակ, նախորդ տվյալները կջնջվեն։ Այդ պատճառով է, որ երբ որ մենք գրանցվում ենք սոցցանցերում, մեզնից պահանջում են երբեմն username եւ ամենակարևորը, որ այդ username-ը լինի յուրահատուկ եւ չկրկնվող։ Քանի որ այս key դաշտում նշվելու է այդ username-ը եւ այդպիսով հնարավոր կլինի գտնել մեր տվյալները, որոնք պահպանված են, եւ այն բնականաբար չպետք է կրկնվող լինի, որpիսի չպահպանվի մեկ այլ անձի տվյալների փոխարեն կամ հակառակը, մեկ ուրիշի տվյալները չպահպանվեն ձեր տվյալների փոխարեն եւ ձեր տվյալները ջնջվեն։ Մենք հիմա կրկին կանենք նույն կերպ, այսինքն մեր մոտ text input 1-ը դա մեր username-ն էր, հետեւաբար այստեղ key դաշտում գտամ այն, իսկ value-ում պետք է երկու տվյալներ պահպանվեն ցուցակի տեսքով, դրա համար ցուցակների բաժնից վերցնում ենք որևէ ցուցակ եւ նրան գցում ենք մեր text input 1-ը եւ 2-ը։ Այսպիսով մենք տարբերվող անվան տակ, որը որ միայն մեզ է վերաբերվում, պահպանեցինք մեր տվյալները։ Եվ ես ուզում եմ, որ դրանից հետո նա էկրան 1-ի ետանկարը օրինակ փոխի կանաչ։ Հիմա եկեք թեստավորենք։ Այնուհետև կտեսնենք արդյոք Firebase-ում պահպանվում է այդ տվյալները, թե ոչ։ Այստեղ ես կգրեմ username եւ գաղտնաբառ, օրինակ գրեմ Թամարա իմ անունը եւ որևէ գաղտնաբառ։ Եթե ինչ-որ մեկը գրանցվի այս նույն կերպ եւ username-ը գրի նույն կերպ այս նույն անունը, որը ես գրել եմ, իմ տվյալները կջնջվեն եւ դրա փոխարեն կպահպանվեն տվյալ անձի տվյալները։ Հիմա գնանք Firebase եւ այստեղ սեղմենք real-time database-ի վրա ու նկատում ենք, որ սպիտակ հատվածում հայտնվեց իմ անունը։ Այստեղ կողքի սլաքը եթե սեղմում եմ, տեսնում ենք, որ այն երկու տվյալներն են, որոնք ես նշել էի։ Քանի որ նշել էի, որ պահպանվի իմ username-ի անվան տակ, այստեղ որպես անուն գրվել է իմ username-ը եւ նրան մեջ պահպանվել է ցուցակ, որտեղ գրված է իմ անունը եւ գաղտնաբառը։ Այստեղ ավելացնենք նաեւ, որ նա անցում կատարի երկրորդ էկրան։ Մենք երկրորդ էկրանում արդեն կփորձենք կարդալ այդ տվյալները, որոնք պահպանել ենք Firebase-ի մեջ։ Հետևաբար այստեղ մեզ անհրաժեշտ է label,
Այս անգամ փորձենք ոչ թե ցուցակի տեսքով ցուցադրել մեր տվյալները, այլ label-ով, որպեսզի սովորենք, թե ինչպես առանձին վերցնենք տվյալների բազայից կոնկրետ տվյալը, օրինակ կոնկրետ գաղտնաբառը կամ կոնկրետ username-ը, այլ ոչ թե երկուսը միասին։ Եվ նշենք, որ երբ որ էկրան 2-ը բացվում է, այստեղ տվյալների բազաներից վերցնենք արդեն get block-ը։ Հիմա այստեղ հարց է առաջանում, թե ես ինչպես գրեմ key դաշտում տվյալը, եթե դա տվյալ օգտատիրոջ username-ն էր։ Այստեղ եկեք ավելացնենք մեկ text input եւ մեկ կոճակ, մի քիչ փոխենք մեր կոդավորման տեսքը, որ username-ը text input-ում հավաքի իր գաղտնագիրը եւ սեղմելով կոճակը նոր տվյալները վերցվեն։ Եթե գաղտնագիրը սխալ է հավաքվել, ապա նման տվյալներ գոյություն չունեն։ Դրա համար փոփոխություն կատարենք դիզայն բաժնում, ավելացնենք text input-ը եւ կոճակը։ Հիմա վերադառնանք կոդավորման հատվածը եւ այստեղ նշենք, որ երբ button 2-ը սեղմված է, այդ ժամանակ նոր տեղի ունենա get block-ը եւ key դաշտում նշենք մեր text input-ի տեքստը, որից հետո եթե նա գտել է նման տվյալ, այստեղ այս հատվածում նշում ենք, որ label 2-ի մեջ պետք է ցուցադրի մեր գաղտնագիրը, իսկ օրինակ label 1-ի մեջ ցուցադրի մեր գաղտնաբառը։ Հիմա եկեք անենք հետեւյալը, որpեսզի մենք կարողանանք տվյալների բազայից վերցնենք առանձին տվյալներ, այլ ոչ թե երկուսը միասին, մեզ անհրաժեշտ է լիստերի բլոկերի ցանկից հետեւյալ get block-ը, որտեղ դուք կարողանում եք ձեր ուզած համարով վերցնել տվյալ։ Միայն այստեղ պետք է նկատենք մի տարբերություն, որ Firebase-ում տվյալները համարակալված են սկսած 0-ից, այսինքն առաջի տվյալը ինձ մոտ 0 համարի տակ է, երկրորդ տվյալը 1 համարի տակ է։ Բայց Thunkable-ում այդպես չէ, Thunkable-ում համարակալումը սկսվում է 1-ից, հետևաբար այստեղ պետք է նշեմ այսպես. Այստեղ label 1-ի մեջ value-ն, որը իրենից ներկայացնում է մեր ցուցակը, value-ից վերցնի երկրորդ համարի էլեմենտը։ Չնայած երկրորդ համարի էլեմենտը Firebase-ում դա գտնվում է 1 համարի տակ, դա միևնույն է խնդիր չի առաջացնում։ Իսկ label 2-ի մեջ արդեն առաջին համարի էլեմենտը։ Հիմա եկեք փորձարկենք, քանի որ ես արդեն գրանցվել էի, այստեղ կարիք չկա կրկին առաջին էկրանից սկսել, կարող ենք միանգամից երկրորդ էկրանից սկսել։ Այստեղ այս դաշտում ես կգրեմ իմ username-ը այնպես ինչպես գրել էի սկզբում եւ կսեղմեմ login կոճակը ու իմ տվյալները պետք է երևան label-ների մեջ։ Ինչպես տեսնում եք, ամեն ինչ ճիշտ աշխատեց։ Եթե ես վերադառնամ առաջին էկրան եւ գրանցեմ մեկ այլ անձնական edge, օրինակ եկեք գրենք այլ username եւ այլ գաղտնաբառ ու կրկին սեղմենք sign up կոճակը, ապա կտեսնենք, որ Firebase-ում հայտնվում է նաև այս տվյալը։ Բայց եթե ես օրինակ կրկին պահեի համարը անվան տակ, ապա հին տվյալը կջնջվեր։ Տեսնում ենք այստեղ նաև Աննա անունով ինֆորմացիան պահպանվեց։ Այսպիսով մենք ծանոթացանք Firebase գործիքին եւ ծանոթացանք արդեն ավելի մեծ տվյալների բազաների հետ, որտեղ որ կարող ենք պահպանել մեր տվյալները եւ ցանկացած սարքավորումից ունենանք հասանելիություն այդ տվյալներին։ Այսքանը այս տեսադասի համար, շնորհակալություն։